Ողջույն սիրելի ընկերներ, այսօր ես ներկայացնելու եմ մեր հաջորդող շաբաթվա կանխատեսումները ըստ լուսնի ասպեկտացիաների եւ իհարկե մենք արդեն կխոսենք երկուշաբթի օրվանից մինչեւ կիրակի ներառված այդ ժամանակահատվածի մասին, մասնավորապես հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 5-ը ժամանակահատվածի մասին եւ օր առ օր ուրեմն կվերլուծենք թե որ օրը ինչպիսի ասպեկտացիաներ ունենք երկնքում եւ ինչի համար կարող ենք դրանք օգտագործել կամ ինչից պետք է խուսափենք։ Դե ինչ գնացինք հունիսի 29-ի վաղ առավոտյան լուսինը մուտք է գործում այծեղջյուր։ Նախ ես նշեմ, որ լուսինը այծեղջյուրում իրեն այնքան էլ հարմար չի զգում։ Հիշում ենք, որ լուսինը սա մեր էմոցիաներն են, մեր զգացմունքներն են, իսկ այծեղջյուրները նրանք ներամփոփ մարդիկ են եւ չեն սիրում արտահայտել իրենց էմոցիաները։ Նրանք ինտրովերտներ են, որոնք գերադասում են լռել իրենց զգացմունքների մասին եւ այստեղ լուսինը այծեղջյուրում մի փոքր անկճված է լինելու եւ չարտահայտվող, սակայն անմիջապես հենց մուտք է գործում այծեղջյուր, անմիջապես տրին ասպեկտի մեջ է գտնվում Հիրոնի հետ, սիրելիներս Հիրոնի մասին ես արդեն մանրամասն հոլովակ ունեմ, եթե դուք դեռ այն չեք դիտել կամ նոր եք իմ ալիքում, ուրեմն տեսեք ես ուրեմն ունեմ մանրամասն հոլովակ, այն կտեղադրեմ այս հոլովակի ներքո կարող եք հետևել, ուրեմն Հիրոնը նոր է մուտք գործել ցուլի նշան եւ այստեղ անմիջապես ձևավորվում է լուսնի եւ Հիրոնի միջև տրին ասպեկտը։ Այստեղ մի փոքր ուժեղանում է մեր ինտուիցիան, որի միջոցով մենք կարողանում ենք արդեն տարբերել լավ ու վատ մարդկանց, հասկանալ թե ինչպես կարող ենք օգնել մեր մտերիմներին, օրը իհարկե լարված է, լի է իրադարձություններով եւ առողջության տեսանկյունից նշեմ նաեւ, որ երբ լուսինը այծեղջյուրում է, պետք է հատկապես ուշադիր լինենք մեր հոդերի, ծնկների, մեջքի նկատմամբ, հատկապես այն մարդիկ, ովքեր ունեն արդեն այդպիսի խնդիր։ Նաեւ չենք մոռանում, որ մենք հունիսի 29-ից արդեն ունենք հետընթաց Մերկուրի եւ հենց այսօրվանից սկսվում է այն ամբողջ խառնաշփոթ քաոսը, որի մասին արդեն ես մանրամասն խոսել եմ հետընթաց Մերկուրիի հոլովակում։ Հունիսի 29-ի երեկոյան արդեն տեղի է ունենում լիալուսին, որի մասին նույնպես ունեմ առանձին հոլովակ, սիրելիներս նորից չեմ պատմի այդ մասին, թե որ նշանի համար ինչ իրավիճակներ կարող է առաջացնել այս լիալուսինը, պարզապես հոլովակը կթողնեմ ներքևում, որպեսզի այն դուք դիտեք։ Ուրեմն տեսեք, հունիսի 30-ի վաղ առավոտյան մենք ունենում ենք նաև եւս մեկ բացասական ասպեկտ՝ Լուսին եւ Սատուրն լարված քառանկյունը։ Իդեպ նշեմ, որ Սատուրնը Հողի նշանի ներքո է, մենք հիշում ենք Սատուրնը այնքան էլ բարի մոլորակ չէ, իսկ Խոյը լինելով մի փոքր ագրեսիվ, չէ որ նրա գլխավոր մոլորակը Մարսն է, այստեղ Սատուրնին հաղորդում է առավել դաժանություն եւ լուսնի Սատուրնի այս լարված քառանկյունը սահմանափակում է մեր գործողությունները, սահմանափակում է մեր զգացմունքները, օրինակ ինչ որ մեկին, ինչ որ ձևով ուզում ենք օգնել, ուզում ենք արտահայտել մեր սերը, մեր զգացմունքները, մեր մտերիմների հանդեպ, այստեղ ինչ որ մի բան չի ստացվում, ինչ որ մի բան թույլ չի տալիս։ Սակայն կեսօրից հետո արդեն մեծ երջանկության մոլորակ Յուպիտերը մուտք է գործում առյուծի նշան, սիրելիներս, Յուպիտերի մասին նույնպես ունեմ առանձին հոլովակ, թե այն ինչ կարող է առյուծի նշանից մեզ օգնել, ինչ ոլորտներում կարող է բերել դրական հաջողություններ եւ տեսեք արդեն հունիսի 30-ի կեսօրից հետո, երբ Յուպիտերը հայտնվում է առյուծի նշանի ներքո, միանգամից մենք լցվում ենք էներգիայով, ստեղծագործելու ցանկությամբ եւ տեսեք, այստեղ նաեւ արկա է Յուպիտերի եւ Մարսի միջև եղած սեքստիլը, որը ձևավորվել է դեռևս հունիսի 28-ից եւ շատ դրական է ազդում այն ուսումնական գործընթացների վրա, փաստաթղթային հարցերի վրա, ինչ
ինչպես նաև ճամփորդությունների վրա։ Սակայն հիշեցնեմ, որ այս ամենի հետ մեկտեղ մենք արդեն ունենք լիարժեք հետընթաց Մերկուրի եւ նշանակում է մենք մոռացկոտ ենք, մենք մտածրիվ ենք եւ պետք է շատ ուշադիր լինենք, եթե նմանատիպ գործողություններ են կատարում, փաստաթղթերը չկորցնելու, գումար չկորցնելու, սխալ ձևաթուղթ չլրացնելու եւ այլն։ Հուլիսի 1-ի երեկոյան արդեն սիրելիներս Լուսինը մուտք է գործում ջրհոս եւ այստեղ անմիջապես ընդդիմության մեջ է հայտնվում Յուպիտերի հետ, չէ՞ որ Յուպիտերը նախորդ օրը ամսի 30-ին մուտք էր գործել Առյուծ եւ այս երկուսը արդեն 180 աստիճան ընդդիմության մեջ են։ Եվ տեսեք հուլիսի 1-ի երեկոյան մենք օրինակ ցանկություն կունենանք ինչ-որ մեծ գործ անելու, ինչ-որ թանկարժեք իր գնելու, ինչ-որ մի մեծ բան կատարելու մեր կյանքում, մեզ համար ինչ-որ կարևոր, սակայն հնարավոր է ֆինանսները չներեն, հնարավոր է ինչ-ինչ պատճառներով դա չկարողանանք, սահմանափակվի մեր գործողությունները եւ այստեղ ունենանք հիասթափություն, այնպես որ սիրելիներս Յուպիտերը Առյուծում մեզ տրամադրում է մեծ գործերի, մեծ ախորժակի կարելի է ասել, սակայն պետք է թողնենք այս հուլիսի 1-ի այս ասպեկտացիան ավելի լավ օրերին դրանք իրականացնելու համար։ Ուրեմն տեսեք, արդեն հաջորդող օրերը հուլիսի 2-ը, 3-ը հոյակապ օրեր են, երբ Լուսինը մի շարք բարենպաստ ասպեկտներ է կազմում նախ Մարսի հետ, այնուհետև Ուրանի հետ, Նեպտունի հետ, ամսի 3-ին միանում է Պլուտոնին, սիրելիներս, այս երկու օրը օգտագործեք առավելագույնս, որովհետև շատ լավ օրեր են սրանք ցանկացած տեսակի հարցեր լուծելու համար։ Այս երկու օրը մենք դառնում ենք ամենակարող, թե ֆինանսական հարցերն ենք կարողանում կարգավորել, թե անձնական թեմաներն ենք կարողանում ուրեմն այստեղ կարգավորել։ Հուլիսի 4-ի վաղ առավոտյան Լուսինը մուտք է գործում Ձկներ։ Սիրելիներս, գիտենք ձկները բարդ նշան է, ուրեմն այստեղ էմոցիոնալ առումով շատ խորը նշան է, որը ժամանակ առ ժամանակ նույնիսկ ինքն իրեն չի հասկանում եւ երբ Լուսինը ձկներում է, մենք գլուխ չենք հանում մեր էմոցիաներից։ Սակայն այստեղ Լուսինը չունի ասպեկտացիաների ուրախություն մեզ, այս նույն ժամանակահատվածում հուլիսի 4-ի հենց վաղ առավոտյան մենք ունենք Մարսի Ուրանի միությունը։ Ուրեմն սիրելիներս, Մարսի Ուրանի միությունը բերում է մեզ մեծ անակնկալներ այդ օրը, հատկապես այս երկուսը գտնվում են ինֆորմացիոն դաշտում երկվորյակների նշանի ներքո, ուրեմն ինֆորմացիոն առումով մենք շոկ ենք ապրելու, իմանալու ենք ինչ-որ մի բան, որը իրոք մեզ շոկի է ենթարկելու, այսօրը լի է անակնկալ իրավիճակներով։ Ամսի 5-ին ամբողջ օրը Լուսինը առանց ասպեկտացիաների է, սակայն դրա փոխարեն ունենք Մարսի եւ Պլուտոնի տրինը։ Տեսնում եք, սիրելի ընկերներ, արդեն կարելի ասել հուլիսի 2-ից սկսած այդ վատ լարված ասպեկտացիաները կազմալուծվում են եւ մենք ունենալու ենք հրաշալի օրեր։ Հուլիսի 5-ը ամենահոյակապ օրերից մեկն է լինելու հուլիս ամսվա, որովհետև այս երկու հզոր մոլորակների տրինը, Մարսի եւ Պլուտոնի տրինը, որը տեղի է ունենում հենց շաբաթվա վերջին օրը, կիրակի օրը, կարծես թե այն դառնում է շաբաթվա ամենադրական եւ ամենաուժեղ օրը, երբ մարդկանց խոսքերն ու գործերը համընկնում են, երբ ամենաբարդ որոշումները տրվում են շատ հեշտ ու անսպասելի լուծումներով, սիրելիներս, այնպես որ ձեզ մաղթում եմ հրաշալի շաբաթ, կհանդիպենք հաջորդ հոլովակում, առայժմ։